Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթղթի ստորագրման հետ կապված Ադրբեջանի դժգոհությունները կարող են խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատճառ դառնալ։ Աշխատանքները բոլոր ուղղություններով Ադրբեջանի հետ շարունակվում են եւ պետք է ասեմ, որ այդ պոզիտիվ տրամադրվածությունը թե մեր կողմից, թե Ադրբեջանի կողմից կա։ Խորհրդանի ղեկավարն ընդունում է, որ թե Հայաստանում, թե Ադրբեջանում հնչում են մտահոգություններ հարաբերությունների կարգավորման հետ կապված, բայց կողմերը պետք է փարատեն դրանք։ Սիմոնյանը չի կարող ասել, թե հատկապես երբ հնարավոր կլինի ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Հայաստանը հենց հիմա է պատրաստ ստորագրել այն։ Ակնհայտ է, որ կոնֆլիկտ որպես այդպեսին այլևս չկա եւ կոնֆլիկտի պայմաններ չկան եւ նախադրյալներ չկան ու չեն էլ կարող լինել։ Ալեն Սիմոնյանը նկատել է, որ Հայաստանն օգտագործում է միջազգային բոլոր հարթակները Ադրբեջանի հետ շփումների համար, նույնը անում է հարևան երկրի նրա գործընկերը։ Բացառված չէ, որ հաջորդ շաբաթ Ստամբուլում կայանալիք համաժողովի շրջանակներում երկու երկրների խորհրդարանների նախագահները հանդիպեն։ Վստահ եմ, որ էլի շփումներ տեղի կունենան իմ եւ Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի միջեւ եւ կշարունակենք քննարկել նաեւ այն տրամաբանությունը, որ մեր падգամավորները եւ մենք ինչ որ մի ընդլայնված ֆորմատով էլի շփումներ ունենանք արդեն որևիցե միջազգային բանից դուրս, հա, համատեքստից դուրս, արդեն հենց մեր որոշման հիման վրա։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է նաև սահմանազատման գործընթացին եւ նշել, որ որոշ հարցերում շտապողականություն է նկատվում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Նա ասել է, որ մոտ ապագայում ինչ որ մի հատված կսահմանազատվի։ Կարծում եմ առաջի երամսյակի մեջ եկող տարով։ Հայաստանը չպետք է դուրս մնա տարածաշրջանային գործընթացներից, հատկապես եթե կան խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնվեն։ Օրինակ ինձ համար խնդրեմ է հանդիսանում պահվող անձանց գերիների առկայությունը։ Խորհրդանի նախագահը խոստովանում է, որ դեռևս մեծ անվստահություն կա Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև, որոնք փորձում են հարթել երկու երկրների ղեկավարներն ու պատվիրակությունները։ 30 տարի եղել ենք թշնամության մեջ ապրող ժողովուրդներ։ Իդեպ վերադառնալով Բաքվում պահվող գերիների թեմային, Ալեն Սիմոնյանը տեսնում է դրական լուծման միտում։ Նա թեման համարում է չափազանց լեգիտիմ, մնում է մի քիչ էլ համբերենք։ Վստահ եմ, որ մի օր բոլոր, կրկնում եմ, բոլոր այն մարդիկ, ովքեր որ այնտեղ են գտնվում, մի օր բոլորը վերադառնալու են Հայաստանի Հանրապետություն։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։